Արդեն սկսվել է զբոսաշրջիկների ակտիվ հոսքը դեպի Սանահինի վանական համալիր։ Ամեն օր 100-ից ավելի օտարերկրացիներ են գալիս Սանահին, հիանում, զարմանում եւ ափսոսանք հայտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում գրանցված այս բացառիկ կառույցի օրորի ավելի աղետալի վիճակում հայտնվելու համար։ Եկեղեցու մոմավաճառն ասում է, որ ամեն օր եկեղեցում թափված քարեր է տեսնում եւ փառք տալիս Տիրոջը, որ քարերն ընկնելու ժամանակ այդտեղ մարդիկ չեն եղել։ Սա իսկապես Աստծո տուն է, ասում է Սիրամարգ Սիմոնյանը, եւ այստեղ դժբախտ պատահարներ չպետք է լինեն։ Մանավանդ անձրևներից հետո եկեղեցում մնալն առավել վտանգավոր է դառնում, քարերը թուլանում են եւ պոկվում։ Սիրամարգը հաճախ է ականատես լինում նման դեպքերի։ Անընդհատ մանդրը քարեր շատ անգնում, բայց այդ երկրաշարժի վաղտ այդ քարն ընկավ, նայեն քարը ընկավ։ Որան ձևը սկսում ամբողջ մի տեղ չկա, որ կանես։ Ռաբոտները գալիս է ստենում, որ լրիվ շրված, ֆուղը լրիվ բանելած։ Քեմնամ լեյ, հա, են միած ստականը, գրիշից ընկավ։ Սանահինի եկեղեցի զբոսաշրջիկներ են գալիս աշխարհի բոլոր անկյուններից։ Նրանց մեջ մեծամասնություն են կազմում տարեցները։ Մեր նկարահանումների ժամանակ եկավ զբոսաշրջիկների հերթական խումբը։ Նրանք Ճապոնիայից են եւ առաջին անգամ են լինում Հայաստանում։ Թեքված պատի, տանիքին աճած ծառերի ու թփերի առկայությունը զարմացնում է ամեն օր եկեղեցի այցելող զբոսաշրջիկներին։ Մինչ այժմ Սանահինի մասին չէի լսել եւ տեսնելուց հետո շատ դասական եւ յուրահատուկ տպավորություն թողեց ինձ վրա, քանի որ տարբերում էր եւ բողոքական եւ կաթոլիկ եկեղեցիներից։ Տպավորված եմ, որովհետև շատ յուրահատուկ եւ գեղեցիկ եկեղեցի է, սակայն ես անհանգստություն ապրեցի տեսնելով կոտրված քարեր, աճած ծառեր ու թփեր։ Մտածում եմ, գուցե երկիրը փող չունի, բայց կան կառույցներ, ինչպիսիք օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, եւ քանի դեռ շատ ուշ չէ, լավ կլիներ գումարներ հատկացվեին եւ փլվելուց փրկեին եկեղեցին։ Էքսկուրսավար Լուիզա Քլոյանը Սանահինում շատ է եղել, ափսոսում է, որ այստեղ վիճակը գնալով աղետալի է դառնում։ Սանահինի եկեղեցին գրեթե փլուզման եզրին է, ասում է նա։ Շատ անգամ եմ խմբերի հետ գալիս այստեղ, իհարկե ներկայացնում ենք ինչպես որ պետք է, մատնանշում ենք ամեն ինչ, բայց այդ ամեն ինչը ներկայացնելուց հետո մենք ինքներս ամաչում ենք, թե ինչ վիճակում է գտնվում կոնկրետ այս պահին Սանահինը թեկուզ, մնացածը դեռ մի կողմ թողնենք, որովհետև երբ որ դու ասում ես, որ տվյալ կառույցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված է որպես համաշխարհային մշակութային արժեք եւ հիմա պատերի վրա խոտեր աճած, ինձ մի քանի անգամ ասել են իմ տուրիստները, որ ոնց կարելի է սենց թողնել, որովհետև այդ պատերի վրա այդ խոտերը, որ աճած է, այդ լրիվ թուլացնում է այդ հիմքերը, ու ինքը շատ շուտով արդեն կխարխլվի, ինչպես կարելի է, եթե ինքը նոր էլ տուրիստը չնայած մատնանշեց, ինչպես կարելի է այդ վիճակում թողնել։ Ես ինչ պատասխան պետք է տամ, ես իհարկե ասում եմ, որ մեր կառավարությունը նախաձեռնել է քայլեր, որ շատ շուտով համապատասխան քայլեր կձեռնարկեն, որպեսզի պահպանվի, նորոգվի եւ այլն, բայց ես դա բազմիցս եմ ասել։ Լուիզան ասում է, որ այս վիճակը երկար շարունակվել չի կարող։ Ի վերջո զբոսաշրջիկներն էլ են տեսնում, որ այստեղ բարձի թողի վիճակ է, այլևս այստեղ գալ չեն ցանկանա։ Իրոք ամոթ է, եթե մենք ուզում ենք, որ մեր երկրում տուրիզմը զարգանա, ամենաառաջի հերթին մենք պետքա սկսենք այստեղից, հենց կոնկրետ ստեղից։ Ամենաառաջի հերթին, եթե մենք ուզում ենք, թե չէ անպագորգոր խոստումներ տալ, ասել ամբողջ օրը հեռուստատեսության, որ մեր երկիրը պոտենցիալ ունի տուրիզմ զարգացնելու եւ այլն, բայց հետո այդ տուրիստին ինչ որ ձևերով, ինչ որ ճանապարհներ գտնել, հրավիրել Հայաստան ու ցույց տալ այն ինչ որ մենք հիմա ցույց ենք տալիս, իմ կարծիքով անկարելի է։ Նշենք, որ հստակ չէ, թե Սանահինի վանական համալիրի պահպանության խնդրով ով պետք է զբաղվի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան գերատեսչությունը, թե Մայրաթոռը։ Իրավիճակն այսպիսին է 1990 թվականից սկսած, սակայն դեռևս 2010 թվականին վարչապետ Տիգրան Սարգսյանի այցելության ժամանակ բարձրացվեց վանքի վթարայնության խնդիրը։ Վարչապետը խոստացավ ընթացք տալ Սանահինի վանական համալիրի վերանորոգման գործին եւ կառավարության միջոցներից 200 միլիոն դրամ հատկացնել համապատասխան մասնագետների ուսումնասիրությունները կազմակերպելու եւ առաջնահերթ աշխատանքները կատարելու համար։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի վարիչ Մուրադ Հասրացյանն այն ժամանակ զգուշացրեց, որ հարցի լուծումը չպետք է հետաձգել, քանի որ հետևանքները կարող են շատ ցավալի լինել։ Եկեղեցին ուղղակի կարող ամեն օր քանդվել, նրա հարավային պատը դուք տեսաք ինչպես է թեքված։ Շտապ պետք է հենց այս տարվանից սկսեն աշխատանքները, թե չէ, գիտեք, մենք կորցնենք մեր ճարտարապետական գլուխ գործոս գոհարներից մեկը, Սանահինի վանքը։
Արդեն 2 տարի է անցել, սակայն որևէ կոնկրետ աշխատանք այս ուղղությամբ չի կատարվել։ Եթե այսպես շարունակվի, Սանահինի պատմական վանական համալիրն էլ կարող է արժանանալ Թբիլիսի Սուրբ Նշան եկեղեցու բախտին։ Արմանուշ Նիազյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։